Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Այս մի ամիսա կյանքս ուտում եք, չէ՞, թե ինչ կա Վարդան Ղուկասյանից, ինչ նորություն կա։ Ասեմ, սկզբից չեք մոռանում ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Վաղը ամսի 28-ին ժամը 13:00 տեղի ժամանակով Լաս Վեգասի ժամանակով Վարդան Ղուկասյանի դատն է, եւ այս դատը շատ կարևոր դատ է, ժողովուրդ ջան, եւ ձեր աջակցության կարիքը կա ավելին, քան երբևէ։ Նենց որ եթե դուք Վարդան Ղուկասյանի աջակիցն եք եւ Միացյալ Նահանգներում եք ապրում, հա, ինձի գրելու տեղը թե ինչ կա, վաղը ներկա պետք է գտնվեք հենց դատարանի դիմաց, որտեվ նորից կրկնում եմ, շատ կարևոր դատ է, այնքան կարևոր դատ է եւ այնքան բովանդակալից դատ է լինելու, որ կարող է անգամ 2-3 օր այս դատը տևալ, իհարկե իր ընդմիջումներով, բայց պատկերացրեք, չէ՞, ծավալները, ինչպիսի դատ է լինելու։ Հենց որ չասեք, որ տեղյակ չեք։ Ոնց, եթե չգիտեք ոնց գնաք, ուր գնաք, ինչ գնաք, ընդամենը պետք է մտնեք դոկ լրատվական ալիքը Facebook-յան, հեսա ես ցույց կտամ մի րոպե, ժողովուրդ ջան։ Ահա, մտեք դոկ լրատվական ալիքը, ժողովուրդ ջան, հեսա, այստեղ, այս վիդեոն էլ կարաք նայեք, այստեղ եմ բացատրում։ Ուրեմն դիմում եմ բոլոր Վարդան Ղուկասյանի աջակիցներին, ովքեր իրոք մտահոգ են Վարդան Ղուկասյանի ճակատագրի համար, ներկա գտնվել ամսի 28-ին ժամը 1-ին Լաս Վեգաս քաղաքում, հասցեն դուք տեսնում եք ձեր էկրաններին, ուրեմն մենք այլ խմբով չենք շարժվելու ստեղից, որտեղ ժամը շատ հարմար ժամ է, արդեն բոլորիդ կսպասենք Լաս Վեգասում այս հասցեով։ Շնորհակալություն, հաջողություն։ Ահա, ժողովուրդ ջան, դե հասցեն տակը գրած էր, տեսակ, մարդն էլ նորմալ բացատրեց, կարծում եմ ավելնորդ է ինչ-որ մի բան ավելացնել, այսօր մտնում եք դոկ կուսակցություն, պասի ես նկարս փոքրցնեմ, որ լավ տենակ անունը, հենց այդ վերևը գրած ատեք, դոկ կուսակցության լրատվական, հենց այդ ալիքը Facebook-յան մտնում եք եւ այդտեղից բոլոր ձեր ուզած ինֆորմացիան կստանաք, ժողովուրդ ջան, հետո էլ ինչ ունենք տեղեկություն, բայց հաստատ չի, օդից կախված տեղեկություն, հեսա կբացատրեմ ինչու, որ Էդմոն Մարուքյանը, ժողովուրդ ջան, գտնվում է Լաս Վեգասում։ Ինչու եմ ասում օդից կախված, որտեվ սա հիմնական Էդմոն Մարուքյանի էջը չի, եւ այս նկարը հիմնական էջից բացակայում է, եւ այս տեղեկությունը հիմնական էջից բացակայում է։ Չնայած սրան, որ մի քանի լրատվականներ արդեն տեղեկացրել են, որ այո, Էդմոն Մարուքյանը գտնվում է Լաս Վեգասում եւ հատուկ գտնվում է Վարդան Ղուկասյանին աջակցելու համար։ Ես նորից կրկնում եմ, ես հաստատ չգիտեմ սա ճիշտ է, ճիշտ չի, եթե սա ճիշտ է, հորդորեմ Էդմոն Մարուքյանին մի փոքրիկ տեսանյութ անել, իր հիմնական Facebook-յան էջում գցել, տեսնենք այո սա ճիշտ է, ճիշտ չի, իսկ եթե իրոք այդպես է, ես ողջունում եմ Էդմոն Մարուքյանին, հույս ունենամ, որ իր մասնագիտական հնարքներով օգուտ կտա Վարդան Ղուկասյանին։ Սա էլ սենց, ժողովուրդ ջան, մեկ էլ հա հույս ունենամ, որ այն բլոգերի ծեծած տեսանյութը, հիշում եք, չէ, որ թաղապետարանում ծեծեցին Արտուրին, այդ բլոգերին ծեծած տեսանյութը Վարդան Ղուկասյանի այդ փաստաբանական խումբը կներկայացնի Միացյալ Նահանգների դատարան, քանի որ սա մի հատ ապշեսուցից բան է, էլի, սենց Ամերիկայի համար, թե պաշտոնյաները ոնց կարող են ծեծի ենթարկել բլոգերին, իրանց համար էսի գազանանոցի ինչ-որ բան կլինի, էլի, ցնցող մի բան, ասենք նորմալ չի, էլի, նորմալ քաղաքակիրթ մարդկանց երկրների համար դա լրիվ գազանանոցի ապրանքի տեսարան էր, հասկանում եք, այսքանը միայն ցույց տաց թե ինչ վտանգի տակ են բլոգերները Հայաստանում, կարծում եմ, որ շատ օգուտ կբերեր ու կբերի Վարդան Ղուկասյանին, հույս ունեմ, որ այդ փաստերը տեղ հասել են։ Անցնենք առաջ եւ շարունակենք այդ թեման, բլոգերի թեման, ես ոնց որ ասեցի, ով որ տեղյակ չի մեր երկու վիդեոները առաջվա թոնային, որ այն մարդիկ, ովքեր որ Ուկրաինայի թեման կբերեն կմցնեն իմ տուն, իմ անձնական թշնամին են եւ իրանք միշտ լինելու են իմ խոշորացույցի տակ, միչև ներողություն չխնդրեն հայազգից եւ միչև բացատրություն չտան իրանք ֆինանսական հոսքերը, թե որտեղից է գալի, որ իրանք կարողանում են կուսակցություններ ստեղծել։ Դա ես ասել եմ արդեն անցյալ վիդեոյից, թեթև հիշացում եւ էս այլի իրադրությունը ժողովուրդ ջան, որ ինչքան անգործ կա, ինչքան պարապ մարդ կա, Հայաստանում գալի մտնում է բան
քաղաքականություն ու իրան ինչ որ կուսակցություն է բացում, դրա համար էլ 180-ից ավել կուսակցություն կա մի պստիկ այսքան Հայաստանում։ Հիմա նայեք այս մտում Եվրոպամետներին եւ իրենց երկու երեսպաշտությունը, էլի, ժողովուրդ ջան, ինչի եմ ասում մտում, որովհետեւ ես որ իրանց քլնգում եմ, սա չի նշանակում, որ ես չգիտեմ բանը եվրոպական արժեքների դեմ եմ։ Տենց բան չկա, ժողովուրդ ջան։ Հա, քանի որ միայն որ ես ազատ խոսում եմ, չէ, որ ազատ իմ կարծիք ասում եմ, սա արդեն այդպիսի արժեք է, սա ռուսական արժեք չի, այնց որ ինձ հանգարց ռուս այդ ինձ մարդկանց համար, մուտիլովչիկների համար ռուսական արժեքների հետ չկապեք։ Ռուսաստանը նույնպես մեր ազգի դավաճանն է, ամենամեծ դավաճանն է, հա, Ուկրաինայից ավելի բետար դավաճանն է եւ ռուսական արժեքները հայկական արժեքների հետ խառնելը նույնպես դառնում է հայի, հա, իրական մաքուր հայի դավաճան, այսինքն իմ դավաճանը։ Տիգրան Խզմալյան հիմա գցել է այս, չգիտեմ, մի տարվա առաջվա կադրերը, որտեղ որ ոստիկանությունը, հա, ուժ է կիրառում դաշնակցական падգամավորների հանդեպ։ Հիշում եք, չէ, ժողովուրդ ջան, ես այս կադրերը ուղիղ եթեր եմ տեսել, ուղիղ եթեր։ Չգիտես ինչի էս մարդը այսօր է հիշե, նոր է հիշե, եւ այս տեսանյութն է գցել, սենց մի հատ հիշեք, հա, ոնց էին ուժ կիրառում դաշնակների հանդեպ, բայց ես ուզում եմ հիշեցնել, քանի որ ես ուղիղ եթեր էի նայում այս ամեն ինչը, այս դաշնակները լրիվ սենց ասես կապները թույլցրել էին։ Ես չեմ արդարացնում բռնությունը ոչ մի կերպ, սխալ է, բայց հոգեբանության մեջ մտնելով այնքան որ սենց բացատրություն եմ տալի, թե ինչ տեղի ունեցավ։ Սրանք մայր ու հայր էին հայոյում ոստիկաններին։ Իսկ դու մայր ու հայր հայոյելը հայ տղամարդուն, դու գիտեք ինչքան վատ բան է, հա, սենց ասեմ, նուրբ ասեմ, ինչքան վատ բան է եւ չի կարող անպատասխան չմնալ։ Ինչքան էլ որ ոստիկանը լինեն, բայց տղամարդ են, ինչ մայր ու հայ կանգնում աչքերի մեջ նայում, մայր ու հայր էին հայում, դրա համար այս դեպքը տեղի ունեցավ, որը որ էլի դատապարտում եմ ես։ Բայց բացատրում եմ ինչ կատարվեց։ Համի այս ոստիկանների արարքը Խզմալյանը հիշել է ու քննադատում է ոստիկաններին անվանելով անդաստիրակ, կարմրագլուխ, ցենց դուք կարդացեք ես աստեղա գրած կարմրագլուխ եւ այլն, բայց մի խոսք չասեց հենց Արամ Սարգսյանի այս մարդու, Արամ Սարգսյանի թիմակցի կողմից ծեծի ենթարկված բլոգերի, այսինքն ծեծի ենթարկված բլոգերի դեպքի մասին մի խոսք չասեց։ Տեսնում եք որ ցենց երկու երես ունեն, մեկ ինչը որ իրանց ձեռատալի քննադատում են, ինչը որ ձեռ չի տալի չեն քննադատում։ Բա մի բերան ասեիր Տիգրան, ես ասել եմ չէ, դու լնելու ես իմ խոշորացույցի տակ, ես քեզի ընդհանրապես էլ չեմ հավատում։ Դուք մի հատ պաստառ չէիք դրե Արցախի Լավրովին դիմավորելուց։ Դուք ուկրաինական բազար էիք անում, այսինքն ուկրաինական բազարի համար էլ ֆինանսավորվել էիք։ Դուք ետեք ու ձեր երեսը ես ամեն օր եմ ճղելու, ամեն օր, հիշեք, հետո ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանը, ես էլ անցնենք բանին, մի րոպե, Ռոբերտ Քոչարյանը, ժողովուրդ ջան, ես էլ հեսա անցնենք Ալենին, մի հատ Ալենի սայթը բացեմ ու շարունակեմ, էլի որ լավ էլի, ահա։ Ռոբերտ Քոչարյանը գնում է Ամերիկայի ասում եմ Ամերիկա, Ռուսաստանից հետո գալիս է հայտարարություն անում, որ Հայաստանը պետք է լինի նյութենական պետություն։ Դուք չգիտեմ, ել ոնց ասեմ, ել ոնց բացատրեմ, որ այս դավաճանները ընդհանրապես իրավունք չունեն մեր քաղաքում ֆրան, հա, ընդհանրապես քայլ են մեր քաղաքում։ Եվ սա էլ մեր ժողովրդի մեղավորությունն է, որ սրանց էլ է բանը հանդուրժում է։ Չէ՞ որ մեր անկախություն, մեր պապերը երազել են անկախություն ունենան։ Հասկանում եք, մենք սենց հազարամյակների վրա բան չենք ունեցել անկախություն։ Մենք երազել ենք անկախություն ունենանք եւ այս հայ տականք տեսակները անգամ այս անկախությունը ուզում են բան անեն, վերացնեն, հա, տան ուրիշին, մեր ձեռից առնեն, մեր պապերի երազանքը ոչնչացնեն, պատկերացնում եք, չէ՞ ժողովուրդ։ Ես ինչի եմ ասում, որտեվ ես էլ վերջի անգամ եմ ասելու, որտեվ սրանից հետո ամեն անգամ այս սուտ ինդիմություն, այս դավաճանները, այս հայ տականք տեսակները, այս ռուսիկ լվացողները որ հելն են խոսան, ես էլ իրանց չեմ քլնգելու, այ քրնգելու եմ ուղիղ երկրի կառավարությանը, որտեղ մեր երկիրի, որ իրանք մի երկրի ղեկին են նստած, այս սրանց համար են նստած, չէ՞ որ մենք բերինք, որ սրանց հանեն ռադ անեն, պատժեն, որ մեր երկիրը այս մոլախոտներից, այս հայ տականք տեսակից ազատեն,
որ կերել են, սես քրքրել են երկիրը, սենց ուտում են ու շարունակում են իրանց գարշելի կեղտոտ բերանով այդպես հակահայ բաներ ասել, չէ՞։ Մենք չի մարայինք բերե այս սրանց, այս անբաններին, որ սրանց հանեն, չէ, որ սրանց պատժեն, չէ, որ սրանք էլ չկանան, ոչ հարցազրույցներ տան, ոչ Ռուսաստան գնան գան, ոչ ընդհանրապես մեր քաղաքով քայլեն, ոչ քաղաքականությամբ զբաղվեն, բայց դուս եկա որ այս մարտիկ այսօր կսենք, իրանք շատ լավ են զգում եւ հայկական քաղաքական դաշտում այսօր լիդերական բաներ ունեն, հնարավորություններ ունեն, սա հայտարարություն է։ Ինչի է այս ամենը պատմեցի Ժորժ ջան, որտեվ սենց ու անցյալ անգամ ես այն Վահագն Ալեքսանյանին ասի, որ ամեն անգամ Վահագն Ալեքսանյանը, երբ որ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր, ինքը հելնում հակադարձում էր, ասում, լսի ապեր, դերիկա դու Facebook-ով ինչ որ քեզի ցույց տասել ես Հավայի խոսած, կպեք գործին, սրանց հարցերը լուծեք։ Համի բանին եմ ասում։ Ալեն Սիմոնյանին եմ ասում, ահա, ես էլ Ալեն Սիմոնյանը 6 օր առաջ դրել է այսի հիշեցնում է թե Ռոբերտ Քոչարյանը ով է։ Սա ինչ է։ Դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության գիշերը Երևանը խաղաղ էր, ինչպես բոլոր գիշերները, երբ մարդ չեն սպանում։ Առաջին անգամ 1+-ի եթերում խոսվեց Վրաստանի 43-ամյա քաղաքացի դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության մեջ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի մասնակցության մասին։ Մենք գիտենք, չէ, Պողոս Պողոսյանը ով է։ Մենք գիտենք, չէ, Պողոս Պողոսյանի պատմությունը։ Մենք գիտենք, չէ, Պողոս Պողոսյանին ոնց են սպանել, ինչ հանգամանքներով են սպանել եւ ոնց են այդ գործը ջրե գնացել, չէ, բարևռոբ բան, սա գիտենք, չէ։ Գիտենք։ Ուրեմն ինչի համար ես համի էսի դու դրե պարոն Ալեն Սիմոնյան։ Դուք ինչի համար եք այսօր Հայաստանի ազգային ժողովում որպես նախագահ, գիտեք։ Դուք նրա համար եք այնտեղ, որ այս սրանք էլ չլնեին։ Ես համի քեզ եմ ասում։ Դու համի էսի ինչի համար ես դրե։ Մենք գիտենք, արա դուք պետք է իմանաք, մենք ձեզի բերել ենք արա դրա համար, որ դուք համի Facebook-ում այս վիդեոն դնեն։ Ես անցյալ անգամ ասիմ, համի մեր երկիրը հիվանդ էր, մենք բժիշկ ենք մտում, բերե դուք խափիկ ասիք բժիշկ եք, բայց դուք բժիշկ չեք, արա դուք չգիտեմ, ամեն ինչ եք, բացի բժշկի, չգիտեմ։ Տրամվի շոֆեր եք, բայց դուք խափիկ ասիք դուք բժիշկ եք։ Դուք տրամվել չեք կարակ չեք, դուք տրամվի շոֆերել չեք։ Ինչի համար ես դրեսի, պարոն Սիմոնյան։ Քո յանը տարած է եղբայր։ Սա ձեր բաց թողումն է։ Որ դուք նստում եք իրար մեջ, դուք ինչ եք խոսում։ Ասեք հելենք ինչ մուտի տանենք ժողովրդին, էլ հելենք ժողովրդի կեղը բան անենք, հա, հիշեցնենք, որ իրանց խափել ենք։ Կամ չեք ստիպում, որ մենք սկսենք սենց արհամարական ձեր հետ խոսալ։ 7 տարի մատների վրա սենց ֆրցրիկ մեր ժողովրդին։ 7 տարի, անամոթի նման։ Ձեր նման խայտարակություն գոյություն ես չեմ պատկերացնում տենց հիմա էլ ձեզ եմ ասում, էլ չեմ պատկերացնում ձեզ քաղաքականուշ, որի մեջքին կանգնած լինի ողջ հայ ժողովուրդը 90% այզև սպյուրքով, ներսով, դրսով, վերևով, ներքևով կանգնած լինի ու ձեր նման ղզիկ լինի։ Ինչու համար ղզիկ, որտեվ դուք ոչ մեկին ունենալով ժողովրդի գեր մեծամասնության աջակցությունը, դուք ոչ մեկին դուխ չարիք պատժեք։ Դուք ըսկի չկարծաք դատական համակարգ փոխեք։ Այդ դատավորները նույն իրանց մասնակիցներն են, այդ կեղծ գործերի մասնակիցներն են։ Դուք ըսկի ԱԱԾ չկարծաք նորմալ կառուցեք։ Այդ նույն ԱԱԾ-ն իրանց հենց կեղտոտ գործերի մասնակիցներն են։ Այդ դրա համար հենց անգործ նստած են, անիմաստ, եղած չեղած նույն բանն են։ Այն օրը վիդեո էր ֆրֆռում, որ Երևան մուտքից ընդ ինչ որ ադրբեջաներեն լեզվով ինչ Երևան էր գրած, հա, ժողովուրդը տեսած կլինի։ ԱԱԾ-ն ուր է։ Ինչի ԱԱԾ չկա, որտեվ ընդ դախլչիների հավաքածու է, դախլչիների տուֆտեկի հավաքածու է, որ ով ինչ ուզում է, այնի Հայաստանի մեջ անում է, իրանք տեղում չեն։ Այնքան տուֆտի մեկն են, որ իրանց քթի տակից մտնում են արդեն ոստիկանությունից $500,000 փող են տանում, սրանց 3-4 օր հետո նոր են ջոգում փողը չկա։ Ձեր նման բարադի կառավարություն չկա, որ ոչ մի բարադիներից մեր երկիրը չազատեցիք, ոչ մի բարադ։ Ով ինչ ուզում է, թուրքը գալի երկում է, թուրքը գալի կարտելա խփում, թուրքը մտելա մեր հողերը,
Թուրքը առաջ հայտում մեր հողերով ինչ ուզում անում է դուք ընդ ինչ խաղաղության պայմանագիր բան արա ինչ պայմանագիր մեռանք ասելու նրանք պայմանագիր չեն ստորագրելու ռուսը այդքան բան մեր գլխին բերեց դուք միջև մի ռուսի ոտերն եք պատճում դուք տենց էլ մի հատ հակադրիր բան չգտաք երբ որ ռուսը վատ վիճակի մեջ էր Ուկրաինայում երբ որ իր A պլանը ձախողվել էր B պլանը ձախողվել էր G պլանը ձախողվել էր D պլանը սաղ պլանները ձախողվել էին եւ ինքը գտնվում էր իրոք վատ վիճակում հա դուք այդ առիթը գոնե օգտագործեիք եւ նոր դաշնակիցներ Հայաստանի համար բերեիք իրոք եվրոպական երկրների հետ կարողանայիք ինչ որ գործարքներ անեիք անվտանգության երաշխիքներ բերեիք այդ 100-200-103 այդ բազան Գյումրիից հանեիք ռադանեիք ODKB-ից դուրս գայիք դուք ոչ մի բան չարիք 0 բան ու այդ հնարավորություններ ձեր ձեռից բաց թողեցիք այդ հնարավորությունը լրիվ ձեր ձեռից բաց թողեցիք հիմա Ռուսաստանը էլի բոլիմենի մեջքը թեթև դզել է արդեն են նեղված վիճակը չի արդեն վրա ձեռը գցել է Վրաստանի վրա էլ արդեն կամաց Ադրբեջանի հետ էլա ձեռ ուզում գցին դե հեսա կամաց կանի մի անհանգստացեք արդեն անում է Ադրբեջանի վրա էլա ձեռը գցում ընդե Ուկրաինայից էլ արդեն ինչ պետքնա կստանա իսկ Ուկրաինայի հարցով ես ուզում եմ ասեմ գիտեք ինչ տպավորություն է ինձ մոտ թողում իհարկե հեսա որոշները կասեն ես ինչ համեմատություն ես անում Ուկրաինան Եթե որոշները հույս ունեն, որ հեսա բան ալնելու, չէ, հեսա պատերազմից հետո ինքը ծաղկող երկիր ալնելու, ես կարծում եմ, սա իմ կարծիքն է, որ դժվար թե այդ ձև բան լինի, Ուկրաինան ավելի շատ ինձի հիշացնում է Աղվանստանը։ Այ մոտավորապես այդպիսի պատմություն ալնելու, քանի որ եթե դու ուշադիր նայես պատմությանը, Աղվանստանն էլ գտնվում էր երկու գերտերությունների, կարելի է երկու իմպերիաների արանքը, սենց ասեմ, որ ընկալելի լինի, չէ։ Ներքևում այդ Հնդկաստանի կողմից Հա բաններ Մեծ Բրիտանիան էր դե վերևից է ռուսական չէ տենց կամած այդ ձևի երկրները որ տենց արանքն են մնում լղճվում են իրանց համար դառնում է կամպո դե բատաշը բան battlefield իրանց համար դառնում է այդ կռվի տարածք դառնում են Աղվանստան ինձ համար մոտավորապես չեմ ասում նույնա բան բայց նման իրավիճակ հենց մենք Ուկրաինայում է հենց Ուկրաինայում էլ մոտավորապես ես այդպիսի հեռանկար եմ Ուկրաինայի համար տեսնում եւ Ուկրաինան արդեն շուտվանից էլ 44 միլիոնանոց երկիր չի որտեվ երկրի մի մասը մի հատ մեծ մաս լքել է մի մասը զոհվում է իհարկե պատերազմ է ցավում ենք զոհերի համար մի մասը զոհվում է իսկ մարդկային ռեսուրսով դու Ռուսաստանի հետ չես կարող քյալատաս ինչքան էլ քեզի զենք տան մարդկային ռեսուրսով Ռուսաստանը շատ ավելի մեծ է թեկուզ հենց ռեկուրսներով էլ է Ռուսաստանը մեծ ճիշտ է իր զենքը լավ է չի հնա դա իրական է բայց շատ է արա չափից դու շատ է հասկանում ես չի բրծնի դրանից էլ կողից էլ որ օգնում է չէ Կորեա Մորիա Չինաստանն էլ ձեռիտ ինչքան հնադարիական բան ունի տալիս է ռուսին դրան այդ էլ որ տալիս են դի միջև բրծնի Ուկրաինայում մարդ չի մնա տղամարդ չի մնա տեղով լիքն են վիդեոները ոնց են թե Ուկրաինայում փողոցից տղամարդկանց գողանում Բայց խայտարակ վիճակ է։ Դուք ինքներդ տեսած կլինեք։ Հեսա բաները կհելեն կասեն Ուկրաինայի տռոսիկ լվացողները կլինեն կասեն դες բան չկա, սուտ են ասում։ Դες բան կա, լիքն է, մտեք հենա նայեք։ Բացահայտ։ Մարշրուտի նման մեկը գալիս է, հելում է տղամարդուն գողում, գցում է մարշրուտը, փախնում է դում են։ Փախցնում տանում են, տուն տան այդ մարդուն տանում են բան։ Առաջնագի չգիտեն ինքը ով է, ինչ է, առողջական խնդիր ունի, չունի, կարա, չի կարա, տենում է, չի տենում Խուլա, համրա, չգիտեն ոչ մի բան, ասես մի ամեծ զվիկանը փախցնում տանում են, այդ ինչ մսագունդ։ Այս վիճակն է Ուկրաինայում եւ ինչ որ մտածել թե Ուկրաինայում կարող է լինել պայծառ ապագա, ես չեմ հավատում։ Դա համարյա թե զրոյական է։ Միայն Ուկրաինան, որ իր անկախությունը արդեն կորցրել է, դա նորմալ գիտակից մարդու համար հասկանալի է, որտեվ մի կողմից միշտ լինելու, անգամ եթե հիմի խաղաղություն հաստատվի, որտեվ այդպիսի գործընթացներ են ընթանում, հիմի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, անգամ եթե հիմի խաղաղություն հաստատվի, ժողովուրդ ջան, բայց միշտ լինելու է Ռուսաստանի ատամները սրված մի կողմից, իսկ մյուս կողմից ինքը այնքան փող է պարկ աշխարհին, այնքան փող է պարկ, եւ եթե դուք կարծում եք, որ դրանք sense տրվել է հենց այնպես, ոչ, այդ որ միշտ Ուկրաինային իրան քամելու են, թե հանքերը իր ամեն ինչը ձեռից առնելու են եւ
Այդքանով կարելի ասել վերացավ Ուկրաինա պետություն որպես տենց անկախ պետություն, ինչ որ անունը կմնա, տես կմնա, բայց ես ինչը որ մտածում եմ էդ եմ ասում, ժողովուրդ ջան։ Իմ կարծիքով ընդ էլ անկախ պետություն երբեք չի լինի եւ ավելի շատ հիշեցնում է ինձի Աղվանստանը։ Իսկ եթե ինչ որ մի մաս կարողա մնա, չեմ ասում տալու են սա ռուսին, չէ, դες բան չի լինի, բայց ժողովուրդ ջան, դե միշտ էլ լինելու է լարված գոտի։ Ու կա որպես բուֆերային գոտի է մնալու, եթե մնա էլ ինչ էլ որ մնա։ Իսկ այդ բուֆերային գոտիներն էլ ես ասում եմ Battlefield պատերազմի համար նախատեսված տարածք։ Այսքան բան, ժողովուրդ ջան։ Մի խոսքով, ամոթ մեր կառավարությանը, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանում է դեռ խոսել եւ հակահայ հայտարարություններ անել, ամոթ մեր կառավարությանը, որ կառավարության անդամներին, որ լինելով падգամավորներ, լինելով բարձրաստիճան պաշտոնյաներ, դեռ համարձակվում, ամոթ չեն անում, համարձակվել որն է, ամոթ չեն անում եւ հրապարակում են այսպիսի տեսանյութեր, հիշացնելով թե անցյալները ովքեր են, մենք պետք է ձեզ հիշեցնենք անցյալները ովքեր են եւ պետք է հիշեցնենք ձեր անցյալը, թե դուք ինչի համար եք եկել իշխանության եւ ինչու ձեր պարտականությունները չեք կատարել։ Ամոթ ձեզ հարգելիներս, չնայած չգիտեմ, հարգելի կարելի է ասել, չի կարելի ասել, վերջում էլ մի հատ էլ բան եմ ուզում ասել։ Լավ, էդի հետո արդեն թողնա հաջորդ վիդեոին շատ չձգձգվի ժողովուրդ ջան։ Միշտ նոր հանդիպում, չեք մոռանում ձեր լայքերը գրանցվի Մալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Այսօր այսքան, ըստ էության հաջողություն։